դրել ենք, մենք 210 միլիարդը չենք համարում, որ սա գերագնահատված թիվ է։ Խնդրեմ Տիկին Կյուրեղյան։ Ձեր նշած անհայտների մասին, տեսեք, դուք ասացիք, որ այդ համապարփակ ապահովության համար նախատեսված համակարգի ներդրման համար նախատեսված է 127 միլիարդ։ Ես ուզում եմ հասկանալ, այդ գումարը, որը որ նախատեսվել է բյուջեով համակարգի ներդրման համար, գումարի հաշվարկման հիմքում ինչն է դրված։ Այդքան գումար ունեինք, որ մեր երկրի բյուջեի հնարավորությունները, թե կոնկրետ հաշվարկներ, որ բուժական ծառայությունները, որ սոցիալական խմբերը, որ բուժական ծառայությունը ինչ գումար է արժենալու պետության վրա, հասկանում եք, որովհետև առաջարկվող նախագիծը, որը դրվել է շրջանառության մեջ քննարկման, այնտեղ խոսվում է միայն սոցիալական խմբերի մասին, բայց որ բուժական ծառայությունները, որ հիվանդությունները եւ այդ հիվանդությունների պրոտոկոլներն, այսպես ասած, թե յուրաքանչյուր հիվանդության ծառայության մատուցման համար ինչ կարգի գումարներ են, դրանք դեռևս չկան։ Ինչն է այս հաշվարկի հիմքում դրված։ Կարող եք դուք ներկայացնել։ Իհարկե, տեղյակ եմ եւ իհարկե մանրամասները նախարարը կասի, բայց մենք արդեն 3 տարուց ավել է այդ ձեր ասած հարցերը քննարկում ենք եւ բնականաբար այդ թիվը, որին հանգել ենք, պայմանավորված է մանրամասն հաշվարկներով, ոչ միայն ծառայությունների ցանկի, ոչ միայն այդ ծառայությունների գնի, այլ նաեւ ակտուարական հաշվարկների, որովհետեւ այդ ծառայությունների վերաբերյալ պահանջարկից կախված կլինի, թե մեր բյուջեն որքան է լինելու եւ բնականաբար այդ ամբողջ ուսումնասիրությունները արվել են, հետո ճշգրտվել են, հետո նորից են արվել, որովհետեւ վիճակագրությունն էլ փոխվում է, որովհետեւ մենք նաեւ արկա օֆերտայի համակարգով ձեռք ենք բերում նոր վիճակագրություն կախված նրանից, թե մարդիկ ինչ հաճախելիություն կունենան, հետեւաբար այո, հենց ձեր նշած բոլոր հանգամանքները հաշվի են առնված այս ամեն ինչ անելու եւ կարծում եմ, որ այս հարցի առավել մանրամասն քննարկումը հենց տեղի կունենա օրենքի քննարկման շրջանակներում, որը առաջիկայում կարծում եմ, որ կառավարությունը կներկայացնի ազգային ժողովի ուշադրությանը։ Արձագանքում եք, խնդրեմ։ Փաստորեն դուք նշեցիք, որ այո, արկա են այդ ծառայությունների ցանկը, նախագծի ու նրա շուրջ եղած փաթեթների մեջ նման բան դեռևս չկա, շատ ավելի լավ, ես հույս ունեմ, որ նախարարը կներկայացնի գոնե մոտավոր ցանկը եւ ինչ հիմնական արդեն արկա փաստաթղթեր կան, որոնց հիմքով այս հաշվարկը արվել է։ Շնորհակալ եմ։ Ավելին ձեզ ասեմ, այդ ցանկը քննարկվել է, այդ ցանկը եղել է լայն, հետո մենք ասել ենք մեր ֆինանսական հնարավորությունների մասին, փորձել ենք քննարկել մեր գործընկերների հետ այդ ցանկը ավելի փոքրացնելու տարբերակներ եւ այլն, որպեսզի այս ֆինանսական հնարավորությունները մենք ունենք, կարողանանք այդ ֆինանսական տարածքում կարողանանք ներդնել այնպիսի մի համակարգ, որը հնարավորինս գոհացուցիչ կլինի մեր քաղաքացիների համար։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Աղազարյան։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, ես խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին։ Արդեն որոշված է, թե առողջապահության ապահովագրության համար մեկ անձի հետ կապված որքան գումար է հաստատված ընդհանրապես, մեկ առաջի հարցը, երկրորդ հարցը, փաստորեն պետք է ստեղծվի պետական ֆոնդ, հիմնադրամ, որտեղ պետք է փոխանցվեն այդ գումարները, թե այլ մեխանիզմով է տեղի ունենալու եւ հետո կարձագանքեմ։ Պարոն Աղազարյան, իհարկե էլի այս հարցն էլ ճիշտ կլիներ, որ մենք քննարկեինք օրենքի հաստատման ժամանակ, որովհետեւ այդ բոլոր դետալները այդ ժամանակ պարզ կլինեն, մենք էլ չենք ամբողջությամբ վերջնականացրել այդ հարցերի քննարկումը, դրա համար կառավարությունը ըստ էության դեռ չի հաստատել, այսինքն այնտեղ մանր դետալներ կան դեռ, որ պետք է մի հատ հստակեցնենք եւ գանք, բայց այսօրվա տվյալներով, եթե ես ճիշտ եմ հիշում, ապահովագրական գումարը կլինի 129,000 դրամ,
եւ այո, դա պետքա վճարվի այդ հիմնադրամին, որը նույնպես պատրաստվում ենք ստեղծել եւ այն շահառուների խմբերը, որոնց համար պետք է վճարի պետական բյուջեն կվճարի այդ հիմնադրամին, այն քաղաքացիները, ովքեր իրենք են վճարում, իրենք կվճարեն հիմնադրամին։ Շնորհակալություն։ Պաստորը մենք պետք է միջև տարվա վերջ հասցնենք օրենք ընդունենք, եթե ճիշտ եմ հասկանում։ Ես էլ եմ տենց հասկանում։ Եվ հետևաբար նախնական քննարկումների ժամանակ պարոն Հովհաննիսյան, այդ հիմնադրամի հետ կապված քննարկումներ տարբեր տարբերակներ, առաջին տարբերակներից մեկը հետևյալ էր մասնավոր հիմնադրամ կամ հիմնադրամներ, այսպես կոչված, մասնավոր ընկերություններ, երկրորդը պետական եւ մասնավոր զուգահեռ, այսպես կոչված գործունեություն եւ քաղաքացին թող ընտրի իր համար որն է իր համար նախընտրելի եւ եթե նույնիսկ չեմ սխալվում կան գարել կառավարությունը պետական հիմնադրամի ստեղծման հիմնադրամի հետ կապված որ պետական հիմնադրամ լինի մասնավորներ չլինեն մասնավորները լինեն մասնավոր ծառայությունները լինեն հավելյալ փաթեթների համար ես քտրեի Եթե կարելի է իհարկե բնականաբար դուք պետք է կառավարության տեսակետը ներկայացնեք, բայց այդուհանդերձ դուք ինքներդ անձամբ որ տարբերակին եք կողմնակից։ Պարոն Աղազարյան, ես ճիշտն ասած ինքս այդ ոլորտի մասնագետ չեմ եւ այս դեպքում իմ կարծիքը հիմնվում է տարբեր միջազգային փորձագետների հնչած կարծիքներին եւ մեր համաշխարհային բանկի գործընկերները, ովքեր նաեւ փորձ ունեն տարբեր երկրներում այս համակարգը ներդրմանը աջակցելուն, իրենք կարծում են, որ պետական միասնական մեկ միավորի ստեղծումը տվյալ դեպքում կարող է ավելի արդյունավետ լինել։ Բայց կարծում եմ, դրա հետ կապված մանրամասն հիմնավորումները եւ նախադրյալները տիկին նախարարը էլի կպարզաբանի, բայց ինձ թվում է այդ խոսակցության հիմնական տեղը եւ ժամանակը այն ժամանակ է, երբ այդ օրենքը կոնկրետ իր դրույթներով կներկայացվի, դուք էլ կտեսնեք այնտեղ ինչ դետալներ կան եւ այդ դետալները կարող է ձեզ մոտ հավելյալ հարցեր առաջացնեն սրա հետ կապված։ Շնորհակալություն, այլ հարցեր պարոն Հովհաննիսյանին կան։ Եթե չկան, պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն զեկույցի համար եւ ես նախագահությունը հանձնում եմ տիկին Հունանյանին, խնդրեմ։ Շնորհակալություն տիկին Վարդանյան, շնորհակալություն պարոն Հովհաննիսյան, ողջույն հարգելի գործընկերներ, հարգելի հյուրեր եւ սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք 2026 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին նախագիծը եւ այսօր առողջապահության նախարարության բյուջեն ենք քննարկելու 2026 թվականին եւ ավելի մանրամասն տեղեկատվություն տալու համար ես այստեղ հրավիրում եմ տիկին Ավանեսյանին, խնդրեմ տիկին Ավանեսյան համեցեք